The page of the conflict is turned. As I said many times, we are learning to live in peace. Հակամարտության էջը փակ է, սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Փաշինյանի ու Ալիևի այս հայտարարություններից եւ խաղաղության մրցանակ ստանալուց 24 ժամ չանցած Բաքվի դատարանը վճռեց հայ գերիների ճակատագիրը։ ՑՄ ազատազրկում Արայիկ Հարությունյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին եւ Դավիթ Իշխանյանին։ Ադրբեջանական Ազերթաջը, որը դատավարական բեմադրության ամբողջ ընթացքում նիստերից մանրամասներ ներկայացնող լրատվամիջոցներից էր, մեկը մյուսի հետևից հրապարակում էր հայ գերիների դատավճիռների ընթերցման տեսանյութերը։ Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյանն, Դավիթ Բաբայան, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման, քանի որ ըստ Ադրբեջանի օրենսդրության 65 տարին լրացած անձանց նկատմամբ ՑՄ ազատազրկում չի կիրառվում։ Դավիթ Մանուկյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Իշխանյան։ Հայ գերիները մեղադրվում են 1988 թվականից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը իբր հայկական պետության եւ նրա ստեղծած հանցավոր կազմակերպության կատարած հանցագործություններին ուղղակի կամ անուղղակի մասնակցության համար։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ ամբողջ գործընթացը քաղաքական պատվեր է եղել, որտեղ անմիջական դերակատար է եղել Ալիևը։ Մեզ դրականորեն չզարմացրեցին ադրբեջանական դատարանները եւ ինչպես սպասվում էր ամենախիստ պատիժները ընտրեցին, որևէ հայ չարդարացվեց անգամ ակնհայտ անհիմն մեղադրանքներում եւ ընդամենը Ադրբեջանը այս քաղաքական որոշումները բարձրացրեց դատական որոշումների մակարդակ։ Կարծում եմ ի սկզբանե նրանց նպատակը սա էր շինծու դատավարությունների հիման վրա մերժել Արցախի ինքնորոշման իրավունքը, պատժելի դարձնել ինքնորոշման կոնտեքստում իրականացված ցանկացած օրինական թույլատրելի որոշում։ Այս գործով Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության 7 ներկայացուցիչներից զատ ընթերցվեցին նաև մյուս 8 հայերի դատավճիռները, 19 տարի ազատազրկում Մադադ Բաբայանին, որն իբր ընդունել է այսպես կոչված Խոջալույի ցեղասպանությանը մասնակցությունը, 19 տարի Մելիքսեթ Փաշայանին, 18 տարի Գարիկ Մարտիրոսյանին, 16 տարի Դավիթ Ալավերդյանին եւ Լևոն Բալայանին, 15 տարի Գուրգեն Ստեփանյանին, Վասիլ Բեգլարյանին ու Էրիկ Ղազարյանին։ Այս դատավարությունները ունեցան էֆեկտներ, ինչպես գիտեք, դատավարությունների լուսաբանման ֆոնին ադրբեջանական հասարակությունը ակտիվորեն մեկնաբանում էր գործընթացները, դրանց վերլուծությունը ցուցադրում էր հայացիացության նոր ալիքի բարձրացում, որը կրկին համահունչ չէ խաղաղության գործընթացի հետ։ Եվ ներկայումս էլ ադրբեջանական հասարակությունը սպասում է խիստ պատիժների, նրանց համար նույնիսկ ցանկալի արդյունքը հայերի կախաղան բարձրացնելն է ցուցադրական տեսանկյունից եւ սրա առաջին մեղավորն ու հասցեատերը հենց պետությունն է, որը տարիներ շարունակ վարել է հայացյաց խտրական քաղաքականություն։ Ռուբեն Վարդանյանը, որի շինծու գործը քննվում էր առանձին եւ դատավճռի օր դեռ նշանակված չէ, կնոջ Վերոնիկա Զոնաբենդի հետ հեռախոսազրույցում խնդրել է հրապարակել Ալբերտ Կամյուի ընդվզող մարդը էսսեից հետեւյալ միտքը. Ապագան հնարավոր չէ կանխատեսել, վերածնունդն էլ գուցե անհնար է, պետք է ոչինչ չխնայենք հանուն վերածննդի, այլ տարբերակ էլ չունենք, կամ կվերածնվենք, կամ կմեռնենք։ Ռուբեն Վարդանյանի դատավարությունը դեռ ավարտված չէ եւ իր գործով դատարանը չի հեռացել խորհրդակցական սենյակ, իրարամերժ պատճառներով դատական նիստերը հետաձգվեցին, առաջին նիստում ներկայացվեց պատճառ, որ փաստաբանը ունի առողջական խնդիրներ, իսկ երկրորդ նիստում վկայակոչվեց, որ նույն դատարանը գտնվում է 15-ի գործով խորհրդակցական սենյակում, ուստի չի կարող խորհրդակցական սենյակում գտնվելու ժամանակահատվածում նիստ վարել։ Հիմա եթե իրական պատճառը խորհրդակցական սենյակում գտնվելն էր, ապա արդեն այսօր դատարանը դուրս է եկել խորհրդակցական սենյակից, ուստի գործնականում հնարավոր է հաջորդ դատական նիստի նշանակումը։ Իմ պատկերացմամբ շուտով մեզ հայտնի կլինի հաջորդ դատական նիստի օրը, հույս ունենք, որ այս նիստին հնարավորություն կտրվի պարոն Վարդանյանին հանդես գալ վերջին խոսքով, որից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ եւ թերևս 2-3 շաբաթ անց մենք կունենանք դատավճռի հրապարակում։ Ելքը կրկին նույնն է լինելու՝ մեղադրական դատավճիռ ՑՄ ազատազրկման պատժատեսակով։
Մինչև վճիրների հրապարակումը մեծի տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը նամակ էր գրել ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ին Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման կոչով։ Ըստ մեծի տան Կիլիկիո կաթողիկոսության նամակը արդեն հասել է ԱՄՆ փոխնախագահին։ Հայ գերիների դատավճիրների հրապարակումից հետո ավելի իրատեսական է արդյոք նրանց ազատ արձակումը ԱՄՆ փոխնախագահի ջանքերով։ Դատական ակտերը երբեք էլ չեն խոչընդոտել հայրենադարձումներին, ինչպես գիտեք, 4 վերադարձած գերիներն էլ դատապարտվել էին երկարաժամկետ ազատազրկման, ընդհուպ մինչև 20 տարի ազատազրկման։ Նրանցից որևէ մեկը լիարժեքորեն չէր կրել պատիժը։ Եվ եթե ադրբեջանական դատական ակտերը ունենային իրավական նշանակություն կամ իրավական կարևորություն, ապա Ադրբեջանը պետք է մերժեր նրանց ազատ արձակումը, վկայակոչելով դատական ակտերը կամ առնվազն նրանց պետք է հայրենադարձներ Հայաստանում պատիժը կրելու նպատակով։ Այս երկուսն էլ տեղի չի ունեցել եւ սա վերահաստատում է, որ խնդիրները քաղաքական են եւ ձևական դատական ակտերը չեն կարող խոչընդոտել քաղաքական process-ներին։ Մենք տեսնում ենք, որ ամերիկյան կողմը ունի բավարար գործիքակազմ, հեղինակություն, լծակներ մարդասիրական հարցեր լուծելու համար եւ տեսնում ենք ամերիկյան կողմի ակտիվ ներգրավվածություն խաղաղության գործընթացում, որպիսի պայմաններում ունենք ողջամիտ, սպասելիքներ, որ ամերիկյան կողմը լուծելու է հայ գերիների վերադարձի հարցը։ Ակնկալիքն այն է, որ ամերիկյան ջանքերով բոլոր գերիները հայրենադարձվեն։ Միեդում հայ գերիների շահերի ներկայացուցիչը չի բացառում նաև փուլային լուծումը։ Ադրբեջանական կողմը երբեք էլ մեծաթիվ ազատ արձակման կողմնակից չի եղել եւ ռազմաքաղաքական ղեկավարների ազատ արձակումը կունենա արդիականություն, երբ արդեն այլ կարգավիճակ ունեցող մյուս հայերը գտնվեն Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն մենք այս պահին ունենք 19 գերիներ, որից 8-ը ռազմաքաղաքական ղեկավարներ են, ուստի 11-ի հայրենադարձումից հետո մենք նոր կարող ենք կենտրոնանալ ռազմաքաղաքական ղեկավարների խնդրին։ Հայ գերիների դատավարությունը մեկնարկել էր 2025 թվականի հունվարի 17-ին։ Մեկ տարուց ավելի շարունակվող դատական շոուն փակ էր միջազգային բոլոր կազմակերպությունների եւ արտասահմանյան լրատվամիջոցների համար։ Այս ամբողջ ընթացքում միջազգային հանրությունը չնչին բացառություններով հիմնականում լուռ էր հետևում Բաքվում հայերի նկատմամբ հաշվեհարդարին։ Հրապարակային դատավճիրների վերաբերյալ մեկնաբանություն չտվեց նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օֆլահերթին, որը Հայաստանում է արդեն մի քանի օր։ Արթուր Հակոբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։